Բարև ձեզ սիրելի դիտողներ, ողջույն Հայկալիքի հարգելի բաժանորդներ, այժմ ես խոսելու եմ Հայաստանի համար կարևոր մի շարք հարցերի վերաբերյալ, Հայաստանի առաջ առջև սպասվող խնդիրների վիճակի զարգացման վերաբերյալ և մեր անելիքների վերաբերյալ։ Հայաստանում այսօր ներքին քաղաքական օրակարգը դիտավորությամբ իշխող ուժի կողմից շեղվել է ուրեմն եկեղեցու հետ հակամարտության, եկեղեցու նկատմամբ իրականացվում է հատուկ արշավ և մարդկանց փորձում են մոլորեցնել ու հիմնական խնդիրներից ու անելիքներից շեղել եկեղեցու նկատմամբ գրոհելով։ Հայաստանի Հանրապետության ու հայ ազգի համար գոյություն ունի այսօր շատ ավելի կարևոր խնդիրներ և չլուծված հարցեր և հայ ազգի ու Հայաստանի Հանրապետության կենսական անվտանգության հարցերը ամենևին կապված չեն եկեղեցու սպասավորների, եկեղեցականների անձնական կյանքի հետ։ Սա հերթական անգամ մանիպուլյատոր Նիկոլ Փաշինյանի կողմից և մյուս իշխանավարողների կողմից առաջ քաշված օրակարգ է, որ փորձում են այդ մեր անվտանգության ու կենսագոյության վերաբերող հարցերից մեզ շեղել։ Ուրեմն Հայաստանի ու հայ ազգի համար գոյություն ունեցող հարցերն ու մարտահրավերները բացառապես դրանք քաղաքական բնույթի են, կապված են քաղաքական ու պետական կյանքի հետ, մեր ազգի կայացրած որոշումների հետ, ընտրության հետ և քաղաքական ու պետական հարցեր են, ոչ թե եկեղեցականների անձնական կյանքի, նրանց կուսակրոնության հետ կապված հարցեր։ Շատ կարևոր է մեր երկրի վրա ունեցած արտաքին ազդեցությունը մեր կողմնորոշման համար և մեր ընտրության համար։ Ռուսաստանի ազդեցությունը հետսովետական ժամանակներում ահռելի է և մենաշնորհային կարելի է ասել եղել Հայաստանի կողմնորոշման համար, Հայաստանի Հանրապետության կայացման համար։ Այսօր ունենք մի վիճակ, որ Ռուսաստանը շարունակական պատերազմում գտնվելով Ուկրաինայի հետ և չհամաձայնելով փաստորեն հրադադարի, չհամաձայնելով Ուկրաինայի կողմից առանց նախապայմանների առաջարկվող հրադադարի, պատերազմը շարունակելով գալիս է մի վիճակի, որ որոշում կա իմ գնահատմամբ, ես կխիզախեմ այդ պնդումն անել, որոշում կա Ռուսաստանը որպես հզոր գերտերություն վերացնելու։ Ռուսաստանը կմնա որպես պետություն, սակայն այլևս չի լինի գերտերություն, չի ունենա երբևիցե իր նախկին ազդեցությունը համաշխարհային գործընթացներում, տարածաշրջանային գործընթացներում և մենք դա շատ հստակ տեսնում ենք վերջին Ուկրաինայի կողմից իրականացվող ռազմական գործողությունների փաստով։ Ուկրաինան իրականացնում է գործողություններ Ռուսաստանի նկատմամբ, ռազմական գործողություններ, որոնք առաջ արգելվում էին Ուկրաինային անել և որոնք այժմ թույլատրված է Ուկրաինային և այդպիսով Ռուսաստանի ռազմական գերտերության կարողությունները չեզոքացվում են աստիճանաբար։ Իմ համոզմամբ այդ ամենը կատարվում է Մեծ Բրիտանիայի պետության և իր գործընկերներ, իհարկե Եվրամիության անդամ երկրների որոշումով ու աջակցությամբ, որին այլևս չի, այսպես ասած, գոնե արգելում ԱՄՆ-ը։ Մենք տեսնում ենք, որ Ուկրաինան կարողացավ վերացնել մոտ 35 տարբեր գնահատականով մինչև 40%-ը միջուկային հրթիռներ կրող
օդուժի, ռուսական օդուժի եւ դրանից հետո ռազմավարական ստրատեգիական նշանակության Իսկանդեր համալիրներ ոչնչացրեց, վերջին օրերին էլ ոչնչացվել է Su-35 5-րդ սերնդի կործանիչ ինքնաթիռ, որը պատրաստվում էր հրապարակված տեղեկությունների համաձայն հարվածել կինժալ հրթիռներով Ուկրաինային։ Այդ կինժալ հրթիռները եւս հակաօդային պաշտպանության համակարգերի միջոցով ոչնչացված են, եւ այսպիսի բարդ ու գերժամանակակից ռազմական օպերացիաներ Ուկրաինայի կողմից կատարվող միանշանակ է, որ իրագործվում են Եվրոպայի, մասնավորապես Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունների հետախուզության տրամադրված տվյալներով եւ նրանց համաձայնությամբ ու աջակցությամբ։ Վերջին օրը ոչնչացվել են նաեւ հրթիռների կարևոր սարքավորումներ արտադրող ռազմական գործարան Չեբոքսարիում, այսինքն Չուվաշիայում, նույնպես Ռուսաստանի խորքում, Ուկրաինայի սահմանից ավելի քան 1000 կիլոմետր մոտավորապես խորության վրա։ Սա նշանակում է, որ այդ հետախուզական գերճշգրիտ տվյալները Ուկրաինային տրամադրում են եվրոպական գերտերությունների կողմից, մասնավորապես Մեծ Բրիտանիայի հետախուզական ծառայությունների կողմից, քանի որ մենք գիտենք Մեծ Բրիտանիայի հետախուզության ծառայությունների անմրցելի որակը, նրանց փորձը այդ բնագավառում, եւ լավ գիտենք, որ ռուսական իմպերիալիստական կայսրությունը համար մեկ թշնամին իր Մեծ Բրիտանիան է միշտ եղել, եւ Մեծ Բրիտանիան ունի որոշում Ռուսաստանը որպես կայսրություն ոչնչացնելու։ Ես դա բացատրեմ, մանրամասնեմ, ոչ թե ռուսական պետություն չի լինելու, այլ կայսերական Ռուսաստան, միջուկային համաշխարհային գերտերություն որպես Ռուսաստանը այս պատերազմից հետո չի լինելու։ Պուտինյան Ռուսաստանը, կայսերական Ռուսաստանը պարտվելու է, դա արդեն բացարձակ որոշում է։ Այդ որոշումը ես ասեմ, որ եղել է նույնիսկ 2023 թվականին Լիզ Տրասը, այն ժամանակ պետքարտուղարը Մեծ Բրիտանիայի, ով կարճաժամկետ վարչապետի պաշտոնը զբաղեցրեց, դրանից հետո 2023 թվականին, եթե չեմ սխալվում, ապրիլի 30-ին իր ելույթում լիակատար աջակցություններ հայտնել Ուկրաինային եւ հայտնել, որ չարիքի կողմը պետք է պարտվի, եւ հետեւողական այդ ուղղությունը աջակցում է Մեծ Բրիտանական պետությունը, Մեծ Բրիտանիան, եւ այժմ այդ ուղղությանը նոր ուժով, նոր թարմությամբ սատարում են Ֆրանսիան, Գերմանիան, ու Գերմանիայի նորանշանակ կանցլերը, ով հստակ եւ կոշտ դիրքորոշում ունի Պուտինյան Ռուսաստանի նկատմամբ, իր աջակցությունը բազմիցս հայտնել է եւ հիմա էլ սպառազինության տրամադրմամբ եւ քաղաքական դիրքորոշմամբ շարունակում է աջակցել Ռուսաստանին պարտության մատնելու, Ուկրաինայի աջակցելու ուղղությունը։ Սա մեզ գալիս է հուշելու, ինչու ես այսպես կարևորեցի եւ անդրադարձա Ուկրաինայի ու Ռուսաստանի պատերազմին, քանի որ Ռուսաստանի որպես կայսերական գերտերություն լինելու հեռանկարը փաստորեն անհուսալի է ու տարածաշրջանում տեղի են ունենալու, մեր տարածաշրջանում տեղի են ունենալու լուրջ փոփոխություններ, ռուսական ազդեցությունը վերանալու է փաստացի, դա ընդհանրապես ժամանակի հարց է, հայ ազգը ու հայկական պետությունը կարիք ունի այս ամենը գնահատելու, իր որոշումներն ու նպատակները վերափոխելու, ըստ այդմ առաջ շարժվելու
ռազմավարության կարիք ունենք մենք, որպես ազգ, որպես պետություն։ Ըստ այդմ մեր անելիքները բացառապես քաղաքակիրթ եվրոպական ընտանիքի անդամ մեր գործընկերների հետ են Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Հունաստանի, մի խոսքով մեր բարձր քաղաքակրթություն կրող տեսակ որպես մեր անելիքներն ու հեռանկարը մեր զարգացումն ու կայացումը բացառապես այս ընտանիքում է, այս երկրների հետ զարգացման, կայացման, ռազմավարական դաշինք կազմելու ուղղությամբ է Հայաստանը անհրաժեշտ որ շարժվի։ Այս օրերին ես նկատել եմ, որ զանգվածային լրատվամիջոցներում, YouTube-յան ալիքներում տարբեր կերպարներ Մեծ Բրիտանիայի, Անգլիայի անունը շատ են շոշափում եւ փորձում են թուրք-ադրբեջանական ծրագրերի հովանավոր տեսնել Մեծ Բրիտանիայի, սա վաղուց հնամաշ օգտագործվող KGB-ական, ռուսական չար տեխնոլոգիա է, որ ամենտեղ իրական թշնամու փոխարեն ցույց տալ հայ ազգին համոզել, քարոզել մի չեղած թշնամի, ով իրականում Ռուսաստանի թշնամին է եւ Ռուսաստանի հակառակորդը։ Այո, Մեծ Բրիտանական թագավորությունը, Մեծ Բրիտանիան Ռուսաստանի թիվ 1 թշնամին է, դա այդպես եղել է միշտ, այդպես եղել է 20-րդ դարում, այդպես եղել է Ուինստոն Չերչիլի ժամանակ, այդպես շարունակում է մնալ եւ ներկայումս։ Բայց դա երբեք չի նշանակում, որ Ռուսաստանի թշնամիները մեր թշնամիներն են։ Մեծ Բրիտանիան անգլոսաքսոնական կառավարական տունը Հայաստանի թշնամին չէ։ Մեծ Բրիտանիան Հայաստանի գործընկերը կարող է լինել, ընդամենը մենք պետք է հայերս ուժեղի դիրքերից, տիրոջ դիրքերից, եվրոպական քաղաքակրթության ծնող ու բնորան երկրի ու ազգի դիրքերից գործակցենք, դաշինք կազմենք այդ ուժեղ կենտրոնի հետ։ Ոչ թե դիրքավորվենք որպես Ռուսաստանի ծառա հպատակ երկիր եւ ավտոմատ վերածվենք Մեծ Բրիտանիայի թշնամու ծառայի, լինելով արդեն վերածվելով Մեծ Բրիտանիայի համար անցանկալի երկրի, թշնամական ճամբարում գտնվող երկրի, այլ հակառակը մենք պետք է փոխվենք Ռուսաստանից, քանի որ Ռուսաստանը բացատրեցի որևէ կարողություն շատ շուտով չունենալու, որպես համաշխարհային գերտերություն, միջուկային գերտերություն չի լինելու եւ երբեմնի իր կայսերական ծրագրերից հրաժարվելու է, չեզոքացվելու է այդ ամենը, ուստի մենք Ռուսաստանի հետ մնալու որևէ անհրաժեշտություն չունենք։ Մենք տեսակով, մշակույթով, քաղաքակրթությամբ, ամեն մեր շահերով Ռուսաստանի հետ որևէ համադրում չունենք, ուստի Ռուսաստանի խնդիրները չպետք է մեզ համար առաջնահերթ կարևոր լինեն եւ ընդհանրապես մեզ մտահոգեն եւ մենք կարիք ունենք ինքնուրույն մեր անկախ քաղաքականությունը մեր շահերից բխող վարելու եւ ըստ այդմ աշխարհում դիրքավորվելու ու հասկանալի լինելու նոր ձևավորվող աշխարհում ուժային կենտրոնների համար, այդ թվում Մեծ Բրիտանիայի անգլոսաքսոնական ուժային աշխարհաքաղաքական կենտրոնի համար։ Այս ամենը ես վերլուծեցի, բացատրեցի, որ մենք հասկանանք, որ մեր անելիքներն ու խնդիրները ընդհանրապես հայ եկեղեցականների դեմ այսօր պայքարելու կամ այդ հարցերում մտնելու, այդ հարցերը առաջնահերթ օրակարգ բերելու կարիքը չունենք եւ պետք է մերժենք Նիկոլի այդ հերթական մանիպուլյատիվ քարոզչական արշավը հայ եկեղեցու դեմ իրականացվող, պետք է մերժենք Նիկոլին ու Նիկոլի պես անորակ իր թիմին, պետք է ընտրենք լուրջ ազգային ընտրանի, ձևավորենք ազգային օրակարգ ու ազգային ռազմավարություն եւ աշխարհի ներկայիս սպասվող ու իրականանալիք զարգացումների ու վերափոխումներին համահունչ մեր ճիշտ մեր շահերից բխող խիզախ կրկնում եմ գիտակից դիրքորոշումն ունենանք եւ մեր նպատակներ ունենանք,
որով մենք հասկանալի կլինենք թե Մեծ Բրիտանիային, թե Ֆրանսիային, թե Ամերիկայի Միացյալ Նահանգներին, թե մյուս մեր հնարավոր դաշնակիցներին, ովքեր հակաթուրքական տրամադրություններ ունեցող, Թուրքիայի հետ որևէ շահ չունեցող, մեր հետ շահերի համադրում ունեցող երկրներ են արաբական աշխարհում, մեր հարևան իրանական պետությունում եւ այդպես։ Խնդրում եմ բոլորիդ անպայման տարածել այս տեսանյութը, բաժանորդագրվել Հայկ Ալիքին, տեղադրել այս տեսանյութը ձեր Facebook-յան էջերում, հետևել իրադարձությունների զարգացումին։ Շնորհակալություն։